Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, իմ անունը Ադամյան Լևոնն է, այս վիդեոյով ուզում եմ դիմեմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին եւ ազգային անվտանգության պետին։ Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը եղել է քաղաք Մասիսում եւ հանդիպել է իր կողմնակիցների հետ, որոնցից մեկը եղել է Վագիվ Խաչատրյանը, որը մի քանի տարի եղել է գերության մեջ եւ հորինած հոդվածներով դատապարտվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Բարեբախտաբար մեր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի շնորհիվ, օմբուդսմենի շնորհիվ եւ երրորդ երկրների թե պետության ղեկավարների շնորհիվ դրա մասին չեմ կարող ասեմ, այդ մարդը հայտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իր ընտանիքը, որի համար շատ շնորհակալություն։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը, որ գալիս է Հայաստան Մասիս քաղաքում հանդիպման, Վագիվ Խաչատրյանը հանդիպում է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ հանդիպումից հետո ոմն Ռոման Բաղդասարյան, շատ ճանաչված Հայաստանում անձ, իր Facebook-յան էջում գրառում է կատարում։ Հիմա կարդամ, ռուսերեն է գրառումը կատարել, ռուսերեն կարդամ։ Так. Вагив Хачатрян, которого за тяжкие преступления задержал Азербайджан и держал в плену, все эти годы я лично просил азербайджанских журналистов и общества отпустить на свободу больного человека. Во всех эфирах интервью говорил о нем и просил отпустить. К сожалению, этот человек не покаялся за старые грехи, то есть ինքը համաձայն Ադրբեջանի Հանրապետության հետ, որ ինքը ինչ-որ հանցանքներ արել Հայաստանի Ադրբեջանի տարածքում и встал возле Քոչարյանը։ Հիմա հարց է առաջանում. ինչի հիման վրա հաստատում է նրանց մեղադրանքները Ռոման Բաղդասարյանը։ Կապի մեջ է նրանց հետ, Ադրբեջանի Հանրապետության հետ, ինքը կապի մեջ է դուրս գալիս, եթե հաստատում է այդ մեղադրանքները։ Ինչ հիմքով է Ռոման Բաղդասարյանը հերքում Հայաստանի Հանրապետության բարձր պաշտոնավորների ասածը, որ Վագիվ Խաչատրյանը ոչ մի հանցանք չի կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Արցախի Հանրապետության տարածքում։ Ստացվում է այդ ամենից հետո, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է հանցագործի։ Դրանից դուրս է գալիս, որ Հայաստանի Հանրապետության մնացած գերիներն էլի հանցագործ են։ Դրա համար ես դիմում եմ ձեզ, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության պետ, որ այս հարցով զբաղվեք, սրա նման անձերին մի հատ կանչեք ԱԱԾ եւ տենակ, սա ով է իր կյանքով մեկ։ Գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում 2022 թվին ստանալով Հայաստանի Հանրապետության անձնագիր 70 կոդով, Արցախի Հանրապետության կոդով եւ պաշտպանում է երրորդ երկրի շահերը, մեղադրելով Հայաստանի Հանրապետության ղեկավարներին խաբեբայության մեջ։ Խնդրում եմ այս հարցով լուրջ զբաղվել, ես վաղը կգրեմ զեկուցագիր այս հարցի համար փաստարկներով եւ ամեն ինչով։ Շնորհակալություն։